Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակենք միասնապար սերդել Սուպրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Հասած ենք սերդելու 51-րդ գլխու 2-րդ մասը։ Նախ ցեզի ընթերցեմ քրափար բնակիրը եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա այբ փենմաս ի խորոց սրդից խոսքն տաստուծո որ եթե փախնում կիքեն թու ըզգնի ընթանաս եթե դգարանամք զորացուցանես եթե վրիբիմք շավիղ թյուրության ուղղես եթե բադգարիմք քաչալերես եթե ախտանամք հանցն եւ իմ արմին բժշկես եթե քարշանամք մեղոք մակրես եթե սդեմք քո ճշմարտությամբ արդարացուցանես եթե հանդունտս ներքինս սուզյալ կլորիցիմք հերգինս ցուցանես եթե իգամած մերոց ոչ թարնամք թու թարցուցանես եթե մեղանչեմք ողբաս եթե արդարանամք ժպդիս եթե օդարանամք սքաս եթե մերցնամք դոնես եթե դամք ընդունիս եթե համրանամք երգայնամդես եթե մեկ ժխտեմք թու արադաբես շնորհյալ ընցերես եթե լկանիմք դրտմիս եթե արյանամք խնդաս Սիրելներ երբ սկսանք սերդել այս գլուխը առաջին մասի մեջ տեսանք թե Սուրբ Նարեգացին գսեր Տեր Հիսուս Քրիստոսի դեր ես որու բաղադիմ մեղավոր մարդոց բաղադիմ իշխաններուն թագավորներուն ղեկավարներուն բաղադիմ եղբորս որ իր սպաղմունքներով սպաղած է իր ցավերը ունի իր կյանքը ունի հորս բաղադիմ որ ձերացած է եւ հազիվ գրնա ինքզինքը նայել մորս որ այս կյանքեն բաժնված է այս աշխարհի բեդերուն որոնք առավելապա գուզեն իմ մեղքս տեսերով զիս բաժել քան թե իմ վրաս կտալ այլ միայն քեզի կբաղադիմ դեր որ դու ունես կյանքը եւ գրնաս ինձի կյանք բարգեվել նույնիսկ մեռնելես վեր շնորհ կնել եւ ապրեցնել ահա սիրելներ Տեր Հիսուս Քրիստոսի անհուն սիրուն մասին խոսելով Սուրբ Նարեգացին հիմա գշարունակե կտարգմանեմ քանի մտողեր գսե եթե քեզ մե փախչինք դու մեր յետևեն գվազես եթե դգարանանք գզորացնես եթե շեղինք ուղիղ ջամփակ առաջնորդես եթե ամճնանք կքաչալերես եթե հոգիով ու մարմինով ախտանանք կբժշկես եթե մեղքերով քարշելի դառնանք կմաքրես իսկապես սիրելներ դիրոջ մեզ զատ ով անհուն սեր ու կտություն ունի մեզի հանդեպ ով ոչ ոք դերը ինքն է որ երգայնամիտ է ողորմած է կթած է սեր է արադակուտ է եւ հետվապար եւ որ դիրոջ բաղադինք խնդրենք աղերսենք իր ողորմությունը խնդրենք դերը գարադացնե իր ողորմությունը մեր բոլորին վրա եւ դերը այնպիսին է որ սիրելներ որ նույնիսկ եթե մենք իր մե փախչինք հիմա կսկսեմ բացատրել Սուրբ Նարեգացի խոսքերը նույնիսկ եթե մենք իր մե փախչինք մեղքեր կործած ըլնալուս պատճառով ինչպես որ գիշեք մեր նախածնողները Ադամ եւ Եվան ինչերին եւ որ մեղք կործեցին բահվդեցան Աստծո փախան Աստծո Աստծո երեսեն ով անոնց յետևեն կնաց դերը կնաց եւ դերը սիրելիներ հաջեցավ նույնիսկ
աշխարհ մեր փրկության համար։ Անորոմար նարեգացին գսե որ եթե քեզ մե փախչինք, դու մեր յետևեն գվազես, դու մեր յետևեն գնտանաս, դու մեր յետևեն գուքաս։ Մեզ փրկելու համար, մեզ գտնելու համար, ինչպես որ երբ որ գործվեցավ ոչխարը, ինչ էր դերը 99 ոչխարները աբահով փարախի մեջ ամփոփեց, ինք գնաց գործվածին յետևեն, ինք գնաց, եւ երբ կդավ ուսերուն վրա արավ զայն ու դուն վերադարձուց։ Գարտացեք Ղուկասու ավետարանի 15-րդ գլխու առաջին 7 համարները։ Այս մասին է որ այդտեղ գբատմվի։ Գամ գսեն արեգացին որ եթե դգարանանք գզորացնես սիրելներ դերը երբ դեսնե որ մենք դգարացանք սադանային թեմ բայկարել է դարձյալ գզորացնե մեզ դերը երբ որ դեսնե որ թշնամի մեզ կդգարացնե ինք որպես դեր աստված մեզ դարձյալ գզորացնե ինչպես որ Դավիթ մարգարեն 144-րդ Սաղմոսի առաջին համարի մեջ կսե օրտնյալ է իմ պաշտպան դերս վեմս որ ցերկերս մենամարդի գվարժեցնե եւ մատներս ջագադամարդի այո աստված մեր դերն է մեր վեմն է մեր ժայրն է մեզ գզորացնե սիրելներ որբեսի մենամարդին ինչպես Դավիթ ինքը սիրելներ ինչպես հաղթեց Գողիաթին իր զորությամբ ոչ աստուծո զորությամբ հետևաբար դերն է որ գզորացնե մեզ ընթեմ չարին մեղքին սադանային եթե շեղինք եթե խոդորինք եթե ջամփանես հերանանք սիրելներ ուղիղ ճանապարհեն շեղինք դերը ինքն է որ մեր ջամփան գուղե մեզ դարձյալ հարթ ճանապարհ դարձնելով հանգստարար ճուրերուն առաջնորդելով մեր հոգին գվերանորոք է եւ մեզ սիրելիներ ուղիղ ջամփաները գարաչնորդ է ինչպես որ մենք գգարտանք 20-րդ Սաղմոսի դերը իմ հովիվս է Սաղմոսի 2-3 համարներու մեջ այո ինքն է որ սիրելներ մեզ արտարության ջամփաներու մեջ են գարաչնորդ է մեր հոգին գնորոք է այս է դերը եւ որ դեսնե մեզ շեղած ինգած ջամփան մոլորած յետ կվերաթարցնե եթե ամճնանք այսինքն ամոթահարը լանք մեր մեղքերուն պատճառով ինչպես որ Ադամ եւ Եվան եւ որ մեղք գործեցին այնադեն սկացին որ իրենք մերգ էին մեղքը մեզ ամոթահար կդարձնե եւ գիտենք ամենքս ալ աբրած ենք այդ սկացումը չէ մեղքը երբ որ գործած ենք ամոթի սկացումը աբրած ենք որ վայ ինձի այս ինչ խայդարագություն ունի այդ ինչ ամոթ եթե մարդիկ իմանան ինչ պիտի ասեն սիրելներ մտահոգ ենք առավելապար որ մարդիկ եթե իմանան ինչ պիտի ասեն բայց մտահոգ չենք որ Աստված որ գտեսնե ինչ կսե բայց գսե սուտ նարեգացին եթե ամոթահարը լանք մեր կործած մեղքերուն պատճառով թուն գսե գքաչալերես մեզ մեր մեղքերը մեզ ներելով տեսեք սիրելներ Աստված մարդոց նման չէ որ եւ որ ամոթահար ենք մեր կործած մեղքին համար մեր երեսին շբրդե խայդարագե մեզ ամբողջ աշխարհի մեջ ոչ այլ գքաչալերե մեզ որ ոտքի գանքնենք որ իր մեն ներողություն խնդրենք եւ դերը խոստանա որ ները մեր մեղքերը եւ հավիգյան չի հիշե ալ եթե ֆիզիկական կամ բարոյական ախտերով բռնվենք մեղքերով մեղքը ախտ է հիվանդություն է ուրեմն եթե ֆիզիկական կամ բարոյական ախտերով բռնվենք եթե մեր հոգին ու մարմինը հիվանդանա մեկ խոսքով որովհետև ախտը հիվանդությունը մեղքին հոգին գծավցնե մարմինն ալ գծավցնե այդ ժամանակ դերը իր ներման շնորհքով մեզ գբժշկե այս է որ գսեն արեգացին եւ վերջապես գսե եթե մեղքերով աղդոդինք
ու քարշելի, այսինքն զզվելի դառնանք, դերը սիրելներ չի զզվիր, չարկը հադիր մեզ մե, այո դերը գզզվի մեղքեն, մեր մեղքեն, բայց ոչ մեղավորեն, այլ ինչ կնե, տեսեք նարեգացին գսե, եթե մեղքերով քարշելի դառնանք, գմակրես մեզ, հիշեցեք անարակ որդի դրվակը, երբ որ վերադարձավ իր հորը, եւ հայրը տեսավ, որ իր զավակը իրեն կվերադառնար, ինչ հրավ, հայրը թուրը փագեց իր զավգին երեսին, ոչ, այլ երբ տեսավ, որ զավակը թեր հերու էր, հայրը ինք վազեց, առաջի խոսքն էր նարեգացին, որ մենք եթե փախչենք դու մեր զգվազես, ուրեմն հայրը ինք վազեց, եւ հիշեցեք, զավակը, որ իր ամեն ունեցածը մսխած էր, կացած էր խոզարած եղած էր, ամբողջությամբ ինչ կոդեր իր զավակը, խոզ, զզվելի, քարշելի հոդ ուներ, հայրը զզվեցավ իր զավակեն, քարշեցավ իր զավգի հոդեն, ոչ, այլ կրգեց այն, կրգեց սեղմեց իր գուրցքին, զինք պարսացուց իդ որդիության բադիվին, եւ դվավ իր ծառաներուն, որբեսի լոգցնեն, մաքրեն զայն, ահա սիրելներ դեր Հիսուս մեզ իր արյունով մաքրեց, չզզվեցավ մեզ մեղավորներս, մենք ալ ադենք մեղքը ուրիշի մեջի, բայց չադենք մեղավորը, չզզվինք մեղավորեն, այլ զզվինք անոր մեջ փույն դրած քարշելի մեղքերեն։ Հաջորդ դողը գտարկմանեմ գսեն արեգացին, եթե սդենք քու ճշմարտությունովդ գարտարացնես, զգուշ այստեղը շատ նուրբ հարց մը գա, Սուրբ նարեգացին սիրելներ երբեք ասել չուզեր, թե Աստված մեր ըրած սուդը, մեր ըսած սուդը գարտարացնե, քավլիցի Աստված երբեք սուդը չարտարացներ, ընդհակարակը Աստված սուդը գադե, որովհետև ով է սուդին հայրը, Սատանան, Հիսուս ասավ Հովանու ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ, այլ ինչ է Սուրբ նարեգացին ասածը, այն որ դերը իր ճշմարտությունը դալով մեզի մեզ գարտարացնե սդութենեն եւ որ մենք սուդի մեջ ըլլանք դեր իր ճշմարտությունը գուտա մեզի եւ այդպիսով իր դված ճշմարտությամբ մեզ գարտարացնե օրինակ տամ եւ որ Պետրոս ուրեմն Հիսուսը ցերպակալվեցավ Պետրոսալ հետևեցավ Հիսուսի եւ քահանայապետին ուրեմն դան քավիթի մեջն էին հանգարց հարցուցին Պետրոսին գիտեք 3 անգամ որ թունալ անոր մեես Հիսուսին խումբին կպատկանես եւ ինչ ասավ Պետրոսը սուտ խոսեցավ ասավ ես չեմ ճանչնար անոր ես չեմ ճանչնար անիծեց իր անձը ասելով որ ես կանիծեմ անձս չեմ ճանչնար զինք որու մասին կխոսիկ սուտ խոսեցավ եւ այդ ժամանակ ինչ եղավ այդ ժամանակ դերը որ ցերպակալված էր դարձավ ու նայեցավ Պետրոսի աչքերուն մեջ եւ Պետրոսը անդրադարձավ իր ըսած սուդին զղջաց թարնաբես լացավ եւ ճշմարտության դարձավ ահա սիրելներ Պետրոսին սուդը դերը իր արդարությամբ ճշմարտության դարձուց եւ վերջը գիտենք սիրելներ որ Պետրոսը նույնիսկ հրյա ադյանին դիմաց կանգնեցավ եւ հայտարարեց Փարսացային բոլոր քահանայապետին քահանաներուն բոլորին դիմաց Հիսուսի մասին հայտարարեց եւ ասավ անիգա է միակը որ Աստված մարդոց տվավ որբեսի անով մարդիկ փրկվին այո Հիսուսեն զատ ուրիշ փրկիչ չկա Գործկարակելոց 4-րդ գլխու 13-րդ համարի մեջ հայտարարեց Պետրոս Արաքյալ այս մասին իսկ իր արդեն ուրացման մասին գրնակարտալ նույնիսկ Հուգասու ավետարանի 23-րդ գլուխը ահա գտեսնենք թե ինչպես սիրելներ դերը արդարացուց Պետրոսը իր սուտ խոսելեն իդ ճշմարտությունը հայտարարելով ադորամարալ այս նախատասությունը կարելի հետևյալ ցևով թարգմանել եթե սդենք քու ճշմարտությանը թեմ գարտարացնես մեզ այսինքն մեզի ցույց կտաս թե ինչ է
արդարությունը, թե ինչ է ճշմարտությունը եւ ադով դեր մեզ գարթարացնես։ Այլ խոսքով սիրելներ, դերը ոչ թե մեր մարդկային սուդն է, որ գարթարացնե, այլ իր արդարությամբ եւ ներողամտությամբ մեր անձը գարթարացնե, մեզ գարթարացնե, որովհետեւ սուդը ճշմարտության ներհագ է, հագարակ է։ Ադիգա սուդը երբեք ճշմարիտ չի դառնար։ Հետևաբար Աստված սուդը գմերժե, գտադաբարդե, բայց սուդ խոսողը իր արդարությամբ, իր ներողամտությամբ գարթարացնե։ Հաջորդողը, եթե ներքին անտունտները խորասուզվելով կլորինք, մեզի երկինքը ցույց կտաս։ Ներքին անտունտները խորասուզվիլ ինալ, երբ գինանք մենք սիրելներ, երբ որ մեղք կգործենք։ Եվ երբ որ որքան մեղք գործենք, այնքան ավելի խորունկ անտունտի մեջ գինանք, գկլորինք։ Եվ երբ որ մեղքի մեջ գինանք ու գկլորինք, ինչ կբադե մեզի հուսահատություն։ Եթե սիրելներ դերը մեզ ոտքի չգանքնեցնե, եթե դերը մեզ երկինքը ցույց չտա, իր ներողամտությունը այլ խոսքով ցույց չտա, մենք կգործանենք։ Գրնակ երևակայել, որ սիրելներ մեղքերու ծանրությունը մենք մեր ամբողջ կյանքի ընթացքին շալգենք։ Մենք եթե ներում չունենանք Քրիստոսով, Քրիստոսի արյունով, մենք սիրելներ ուղագի կգործանենք։ Անորամար սուտնարեգացին գսե որ եթե ներքին անտունտները խորասուզվելով կլորինք, մեզի երկինքը ցույց կտաս։ Այսինքն մեզ գհուսատրես, հույս կտաս, գզորացնես դարձյալ, գգանքնեցնես մեզ մեր ոտքերուն վրա։ Հաջորդողը, եթե չուզենք մեր գամքեն դառնալ, թուն կդարձնես։ Սիրելներ, մեզի մեր ունեցած չար գամքեն դարձնողը միայն դերն է։ Դերն է, որ գրնա մեզ մեր ունեցած չար գամքեն մեզ դարձնել։ Դարձուցիչ մոլորերոց, դարձոզիս իչար սովորությանց իմոց իպարի սովորություն գսեսու ներսեշնալի։ Մոլորյալները դարձի պերող դեր, զիս դարձի պեր իմ չար սովորություններս թեպի բարի սովորություն։ Եվ դերը սիրելներ ինքն է, որ իսկապես գրնա մեր գամքեն մեզ իր գամքին դարձնել։ Օրինակ 5 դագարանի մեջ թվոց կրկի մեջ գգարտանք 20-րդ գլխու մեջ, թե ինչպես Փաղամը գանչվեցավ Փաղագի գողմե, որբեսի քար եւ անիծեր Իսրայելի ժողովուրդը։ Երբ Փաղամ քնած անիծելու, Աստված անոր բերնի մեջ ոչ թե անեց դրավ իր ժողովրդի նկատմամբ, այլ օրհնություն։ Փաղամը իր գամքով քնած, բայց Աստուծո գամքը խոսեցավ։ Ահա, այստեղ այդ է որ գսեն արեգացին, եթե չուզենք մեր գամքեն դառնալ, թուն կդարձնես։ Դու մեզ կդարձնես։ Եթե մեղանչենք, գողպաս, եթե արտարանանք, գժբտիս։ Սիրելներ, ինչ կգարձեք, երբ որ մեղանչենք Աստված գուրախանա, քավլիցի։ Հիշեցեք, որ Տեր Հիսուս Քրիստոս լացավ որու վրա, Երուսաղեմ քաղաքին վրա, որտեղ անոր մեջ բազմաթիվ անօրենություններ կործված էին։ Եվ եթե Հիսուս Քրիստոս լացավ Երուսաղեմ քաղաքին վրա, սիրելներ, միթե Հիսուս չողբար, չիլար մեր վրա, իմ վրա, քու վրա, սիրելի եղբայր, քու վրա, սիրելի քույր, երբ որ մենք մեղքերու մեջ լանք, երբ որ մենք անօրենություն կործենք, անպայման, ահա այս է որ գսե նարեգացին, որ թուն դեր գողպաս երբ կմեղանչենք։ Եվ ադորամար Տեր Հիսուս Քրիստոս իր սուրբ արյունը թափեց մեր բոլորի փրկության համար, որբեսի մենք սիրելներ կարողանանք փրկվել, արտանանալ։ Մինչդեռ դերը գժբդի գուրախանա գսե այստեղ նարեգացին, երբ կդեսնե մեր թարցը, երբ կդեսնե մեր ապաշխարությունը եւ գխոստանա մաքրել մեզ մեր բոլոր մեղքերեն, մեր բոլոր անօրենություններեն ու մեզ արդարացնել։
Աստված սիրելներ Եսայի մարգարեին Պերնով ինչ կսե առաջին գլխու 18-րդ համարի մեջ եկեք վիճապանենք եթե ծեր մեղքերը գրգնագի գարմիրի պես են ցունի պես սպիտակ կդարձնեմ եթե որտան գարմիրի պես են ասրի նման ջերմակ կդարձնեմ դերը սիրելներ չուզեր մեր մահը դերը գուրախանա երբ որ մենք դարձ կունենանք ապաշխարենք եւ ոչ թե դերը գուրախանա երբ որ մենք գործանենք սատանան է որ գուրախանա երբ որ մենք մեղքի մեջ գնանք ու գործանենք Աստված գդրտմի դերը գդրտմի մեր մեղքին պատճառով մեր մեղանչելուն ժամանակ բայց գուրախանա եւ դարձ ունենանք հետեւաբար եկեք սիրելներ դիրոջ դառնանք ապաշխարենք որբեսի ուրախացնենք դերը ինչ գուզեմ հետեւյալը հարցնել գուզես դերը ուրախանա քեզի համար թե ոչ դրտմի վստահաբար բիդսենք որ չէ գուզեմ որ դերը ուրախանա եթե գուզենք ուրախացնել դերը ապա սիրելներ մեղքերը հերու փախչենք եւ ապաշխարենք զղջանք որբեսի դերը ուրախանա մեր մեղանչելը իսկապես որ գդրտմեցնե դիրոջ սիրտը մինչդեռ մեր դարձը գուրախացնե զայն հետեւաբար դիրոջ դառնանք որբեսի դերը ուրախանա մեր դարձով եւ ապաշխարությամբ եթե օդարանանք հաջորդողը կթարգմանեմ եթե օդարանանք դերը գսկաս եթե մոդենանք գդոնես սիրելներ անարակ որդին արագը հիշենք Ղուգասու ավետարանի 15-րդ գլխու 11-րդ համարենը սկսյալ հայրը ուրախացավ եւ որ որդին գրծեր որդին դունեն հերացավ ոչ այլ դրտմեցավ սկաց ինչ համարեց իր զավակը մերած համարեց իր զավակը բայց երբ որ զավակը վերադարձավ ինչ եղավ դիրոջ իր հորը այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի Աստուծո վիճակը ուրախացավ դոնեց հիշեցեք սիրելներ որ երբ որ ուրեմն գանչեց դերը իր ծառաներուն հետևյալը սա փերեք բարարդ հորթը եւ մորթեցեք ուդենք եւ ուրախանանք ինչու որովհետեւ իմ այս զավակս գործված էր գտնվեցավ մեռած էր եւ ողջնցավ ահա սիրելներ դոնգ գդարվի երկինքի մեջ ամեն անգամ որ մեղավոր մթարցիկ այս մասին Հիսուս ինք խոսեցավ Ղուգասու ավետարանի 15-րդ գլխու 7 եւ 10 համարներու մեջ եւ որ բացմեց գործված ոչխարին արագը եւ գործված տրամին արագը ըսավ Հիսուս ամեն մեկ յուրաքանչյուր մեղավորի դարձի համար ապաշխարության համար երկնքի մեջ հրեշտակներ նույնիսկ ցնծության եւ ուրախության մեջ կլան հաջորդողը եթե դանք գնթունիս եթե հաբաղինք գերգայնամդիս այսին ինչ որ դանք Աստուծո որբես սիրելներ բادرակ ընձա շնորհակալություն դերը գնտունի մեր այդ բادرակները բայց եթե հաբաղինք թանթաղինք համենանք արդարության բդուղ դալե եթե թանթաղինք ապաշխարել է զղջալ է դերը երգայնամդություն ցույց կտա ինչ կնշանակե երգայնամիտ կնշանակե շատ երկար համբերով դերը համբերությամբ կսպասես սիրելներ դերը կթած է որովհետև դերը ողորմած է որովհետև հետևաբար դերը երգայնամդի գհամբերե համբերությամբ կսպասե որ մենք իրեն թառնանք եւ մեր երախտագիտության զոհերը ընծայենք եւ այդ ժամանակ դերը գնթունի սիրելներ Գիշեք Հիսուսի բատմած մեկ արագը ամբդուխ թզենին արագը ինչ կբատմե սիրելներ դերը այդ արագին մեջը գուզեմ անեգա գարտալ Ղուգասու ավետարանի 13-րդ գլխու 6-ն 9 համարներու մեջ Հիսուս հետևյալ արագը բատմեց տեսեք ցույց պիտի դա Աստուծո երգայնամդությունը համբերությունը Մարդ մգար որ իր այքի մեջ թզենի մտնգած էր թուս քաղելու կնած բայց թզենին վրա բդուխ չգտավ Այքեբանին ասավ այս երրորդ դարին է որ գուքամ թուս քաղելու բայց չեմ գտներ ուստի գդրեզային ինչու անիմաստ գերբով դեղ կրավ է
Այքեբանը պատասխանեց. «Դեր, թող այս տարիալ մնա, ես իր շուրջի հողը գրգին կփորեմ եւ բարարդացուցիչ կտնեմ, այս ցևով թերևս բդուղ դա, ապա թե ոչ քալ դարի զայն կդրե»։ Ահա սիրելներ, 3 դարի շարունակ դերը եկավ ուրեմն այքին դերը, եւ Բարդիզբանին ասա, որ գդրե այլևս անպետք է, բայց Բարդիզբանը ասա, որ թող մնա այս տարիալ, ես շուրջի հողը կփորեմ եւ բարարդացուցիչ կդամ, քալ դարի թերևս բդուղ դա, եթե չդային ադեն կդրենք։ Հոգևոր իմաստով սիրելներ, ինչ է 3 տարեկալը։ Մեր բադանեգության, երդասարտության, մեծահասակ ժամանակը դերը 3 անգամ մեզի արիտ կուտա, այսինքն անշուշտ 3 անգամը այսպես խորհրդանշական ցևով գսեմ։ Այսինքն մեր բոլոր դարիքներու մեջ արիտ կուտա մեզի թարցի, ապաշխարության բդուղ դալու։ Վերջին ժամանակ նույնիսկ մահվան ժամանակ ալ արիտ կուտա դերը։ Բայց եթե անբդուղ մնանք, ապա սիրելներ պիտի գդրվինք եւ նետվինք։ Ահա տեսեք որքան համբերադար է դերը։ Եթե մենք ուրախանանք, ներողություն, եթե մենք ուրանանք, թուն գարադացնես քու շնորհքներդ, գսե նարեկացին։ Դերը սիրելներ իսկապես արադ է իր ողորմության ու շնորհքերու մեջ։ Եթե մենք ուրանանք մեր հոգևոր բարդքերը եւ աբերախտ գտնվինք ու ժխտենք զանոնք, ճուզենք մեր բարդքեր հադուցանել, ապա սիրելներ դերը մեզի բարդքի դակ չի բայր, այլ իր շնորհքները գարադացնե մեր վրա։ Ինչպես որ գգարտանք դարձյալ ավետարաններու մեջ, Մատթեոսի ավետարանի մեջ հատկապես 18-րդ գլխու 23-27 համարներու մեջ, թե ինչպես օրմը ծարամը իր դիրոջ միլիոնավոր դրամ բարդքեր, բայց երբ դերը որ բարդքը ուզեց իր ծարայեն, ծարան ոյ մեկ կումար չուներ դալու, աղաչեց, խնդրեց, դերը իր անոր բոլոր բարդքերը ներեց։ Եղբայրներ եւ քույրեր, մեր մեղքերը ներվելու համար մենք ինչ վճարած ենք դիրոջ։ Ինչ վճարած ենք։ Ոչինչ։ Դերը մեզ հադուցանած է սիրելներ, շնորհ կրած է, իր որդին ղրգած է մեզ եւ որդին ալ Հիսուս Քրիստոս իր արունը տված է մեր բոլորի մեղքերու փրկության համար։ Մենք ոչինչ վճարած ենք մեր բարդքերուն համար։ Եվ ադոր համար գսենք հայր մերի ժամանակ եւ թող մեզ զբարդիս մեր եւ ները մեզի մեր բարդքերը։ Մեղքերը բարդքեր են։ Բայց մենք դժբախտաբար չենք ներել ուրիշին բարդքերը, ուրիշին մեղքերը, ինչպես որ այդ արագի մեջ 18-րդ գլխու Մատթեոսի եւ դեր ներեց ծարայի մեղքերը, բայց ծարան իր ծարայագիցին բարդքերը չներեց։ Եվ վերջապես վերջին դողը այսօրվան սերդողության գսենարեգացին, եթե վհադինք գդրտնիս, եթե զորանանք գուրախանաս։ Երբ դերը գդրտնի, երբ դերը սիրելներ գդխրի, եւ որ տեսնե որ մենք մեր հոգևոր բայկարին մեջ թույլցած ենք, վհադած ենք, դգարացած ենք, այդ ժամանակ է որ գդրտնի, ինչպես որ զորավարը սիրելներ, երբ տեսնե որ իր զինվորները դգարացած են, պատերազմի տաշտին վրա գդրտնի, գդխրի։ Մեր բայկարը սիրելներ մարդոց թեմ չէ գսե Պողոս Արաքյալ, այլ սատանային թեմ, անորչար ուժերուն թեմ։ Եփեսացիս 6-րդ գլուխ 10-րդ համարեն սկսյալ։ Հետևաբար, եւ որ տեսնե դերը որ մենք մեր բայկարի մեջ, մեղքին թեմ դարած բայկարի մեջ, սատանային թեմ դարած բայկարի մեջ վհադած ենք, հուսահատած ենք, դգարացած ենք, ինք կդրտնի։ Բայց երբ որ զորանանք, գուրախանա։ Ով է սիրելներ այն զորավարը, որ չուրախանար, երբ տեսնե իր զորքի անդամները, իր զինվորները զորացած։ Ով է ամեն զորավար գուրախանա։ Հետևաբար դերնալ սիրելներ, երբ տեսնե մեզ զորացած, այդ ժամանակ ինք ուրախանա։ Ինչպես որ գգարտանք Ղուգասու ավետարանի մեջ սիրելներ 10-րդ գլխու մեջ, թե երբ որ օրմը Հիսուսի 72 աշակերտները, գիտեք որ Հիսուս բացի 12 առաքյալներեն 72 աշակերտներ ալուներ։ Զանոնք երկու ուղարկած էր, որպես երթային մարդոց մեջ իր խոսքերը դարածեին եւ բժշկություններ կատարեին եւ հետեւաբար 72 աշակերտները եւ որ վերադարձան ուրախությամբ Հիսուսի պատմեցին թե ինչպես նույնիսկ չար ոգիները գհնազանդեին
իրենց եւ որ Հիսուսի անունը գուտային, Հիսուս գարտանք 10-րդ գլխու 21-րդ համարի մեջ Սուրբ Հոգի ուրախությամբ լեցվեցավ գսե ավետարանիչը եւ շնորհակալություն հայտնեց Աստուծո իր հորը եւ ասավ շնորհակալ եմ քեզի հայր որ իմաստուններեն այս աշխարհի իմաստուններեն եւ գիտուներեն ծածկեցիր եւ բարձ ու համեստ մարդոց հայտնեցիր այո հայր տուն այդպես ուզեցիր ահա սիրելիներ դեր ու գուրախանա երբ որ մենք մեր հոգեվոր բայկարի մեջ զորավոր ենք ու նույնիսկ իր մեզի դված զորությամբ սատանային վրա հաղթանակ կտանենք եղբայրներ եւ քույրեր դերը մեզ զորացուց դերը մեզ սիրելիներ զորություն տվավ նույնիսկ գարտան Գուգասու ավետարանի 10-րդ գլխու 18-րդ համարի մեջ որ դերը մեզ իշխանություն տվավ մեր ոտքերուն դակ կող կրդելու օծերն ու գարիջները ինչ են օծերն ու գարիջները չարվոքիներն են մեղքերն են ջզմենք մեր ոտքերուն դակ Քրիստոսի զորությամբ եւ առաջ երթանք երբեք չդգարանանք երբեք չհուսադինք սատանան սիրելներ մեր մեղքերուն պատճառով մեր կործած մեղքերուն պատճառով հուսահատության պիտի մատնե մեզ բայց մենք մեր աչքերը դիրոջ ուղենք ինք ողորմած Աստված է երգայնամիտ է քթած է ներող է քավող է մեր մեղքերը իրեն վստահին դերը մեզի երգինքը ցույց կտա միշտ աչքերից երգինք բարձրացնենք սիրելներ եւ այդ ժամանակ մենք պիտի հաղթենք մեր մեջի մեղքին պիտի կարողանանք հաղթական դուրս գալ Քրիստոսի զորությամբ ընդեմ սատանային եւ չար ոգիներուն եւ պիտի քալենք Հիսուսի հետքերուն վրայեն հասնելու համար հավիտենական կյանքին on ուրեմն սիրելի եղբայրներ եւ քույրեր չուսադինք այլ Քրիստոսի բաղադինք որովհետեւ ինքն է մեր միակ բրգիչը եւ մեզ ոտքի հանողը Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին